Պարոն Ռիբունյան, ընդդիմությունն ասում է իշխանությունը չի ամաչում 4 կարգի անորակ ցորեն է բերել, թմբկահարում էր այս ընթացքում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր սա միակողմանի ապաշրջափակում է եւ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու, Հայաստանը մնալու է շրջափակման մեջ։ Հայաստանը միակողմանի զիջումներ է արել, Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու, իսկ հիմա իրանք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Սա կարծում եմ արդեն իսկ խոսուն է, իսկ ընդհանրապես ցորենի մասնագետ ես չեմ եւ էկոնոմիկայի նախարարությանը հարցնեք, բայց ես չեմ կարծում, որ ինչ որ անհատ ձեռներես պիտի ուզենա ներգրի ցորեն, որը իր նպատակին չի ծառայում։ Պարոն Ռուբինյան Բայրամովի հայտարարությունների հետ կապված մեծ հայտարարություններ։ Մեկ էլ Ռուսաստանի, ռուսաստանական ցորենի մասին ինչ են ասում։ Նորմալ է, որակ բավարարում է իրանց։ Դե տեսնում եք ինչ լավ է։ Ունենք ցորենի հետ կապված։ Պարոն Ռուբինյան Բայրամովի հայտարարությունների հետ կապված ծավալուն հայտարարություններ էր, տվել, փաստորեն հիմնական մեխայն էր, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ փուլի կտրուկ, այսպես փոփոխությանը ենթարկել իր տեսակետը, հրաժարվել է բանակցություններ վարել ու ինչն էլ բերել է փակուղի ու արդյունքում ունենք այս ցավալի իրավիճակը, ինչն էլ հանգեցրել է պատերազմի։ Ու ավելին 19-ին ասած առաջարկներ են ներկայացվել, որոնք մերժում են։ Դա ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է ասում, այլ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ պետք է ասեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Բայց բանակցությունները մեծ է բարել, ինչը հանգեցրել։ Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Բայց փաստերը նրանք վկայակոչում, պարոն Ռուբինյան։ Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետեւ այդ փաստերը ճիշտ չեն։ Այսինքն ճիշտ փաստեր չեն։ Արցախը Հայաստանը եւ չի ասել, որ զրոյական կետից է ասել։ Ռոբերտ Քոչարյանը ասել է Արցախը Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի եւ իր գործընկերների տրամաբանության ինքը պատերազմ է հրահրել։ Պարոն Ռուբինյան, 2019-ին առաջարկ ուղարկվել է։ Ներողություն, 2019 թվականին ինչ որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնվել է, իսկ Հայաստանը չի համաձայնվել։ Դա է 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է եւ Հայաստանը չի համաձայնվել։ Բայց ամեն դեպքում Հարգելի գործընկերներ, նախ 1000 անգամ խոսել ենք, էլի, ես չզարմանում եմ, ոնց է ամեն անգամ գալիս հարց տալիս, որը ամեն անգամ թողեք խոսեմ։ Ամեն անգամ ինձ զարմացած հարցեր եք տալիս, ոնց որ 1000 անգամ չի խոսվել դրա մասին։ Ես էլ երբ որ, հաստատում եք, շնորհակալություն։ Հիացած եմ ուղղակի։ Ընդհանրապես 2008 թվականից սկսած, երբ որ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել եւ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ նկարագրել է ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքները։ Նշանակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, որովհետեւ երբ որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները մեկտեղում է ստացվում է ինքնորոշում Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո բոլոր առաջարկները, որոնց մի մասը իդեպ Ադրբեջանն է մերժել, ենթադրել են դա։ 2019 թվականի առաջարկը սկսում է հետեւյալով. Ադրբեջանի նախագահ եւ Հայաստանի նախագահ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը չէր, Արմեն Սարգսյանն էր եւ Արմեն Սարգսյանը չէր վարում բանակցություններ։ Հետո 2019 թվականի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել։ Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել։ բայց ընթացքել չի տրվել փաստորեն։ Ինչ նշանակում է, իսկ 2016 մի վարքյան 2016 թվականի առաջարկների Սերժ Սարգսյանը ընթացք տվել է, կամ դրանից նախորդած որևէ առաջարկի ընթացք տրվել է։ Եվ մի կարևոր բան եմ էլի ես ուզում ասել։ Ընդհանրապես բոլոր նախագահները նախկին այսպես կոչված ինչ են ասում։ Ասում են, այ որովհետև իրանցից երկուսը երբեք չեն ընտրվել նախագահ, մեկն էլ մի անգամ է ընտրվել, երկրորդ անգամ չի ընտրվել։ Այ դրա համար այսպես կոչված։ Ինչ են ասում։ Ասում են ամեն մեկը իր նախագահության տարիներին, էլի։ Այսպիսի հանճարեղ առաջարկներ կային, այսպիսի շատ լավ ծրագիր կար, այսպիսի շատ լավ ծրագիր կար։ Էս շատ լավ, եթե այդքան լավ առաջարկներ կային, ինչի չեն իրագործվել այդ առաջարկները։ Մի վարքյան թողեք հարցին պատասխանեմ։ Հաջորդը
Իրականում մադրիդյան սկզբունքներով ենթադրվող առաջարկները մենք պրակտիկայի մեջ իրականում տեսել ենք ախր։ Մենք տեսել ենք այդ առաջարկի ընդունումը ինչ էր ենթադրում, որովհետև առնվազն 2010-ականներին հնչած բոլոր առաջարկները ենթադրել են ինչ, որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջաններից, տարբեր վարիացիաներով, հա, բայց 7 շրջաններից Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի Միչանսկի շուրջ առնվազն ռուս խաղապահներ են կանգնում եւ կարգավիճակի հարցին չի լինում անդրադարձ։ Այսիմ նշած ամեն ինչը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղի է ունեցել։ Մենք արդեն տեսել ենք ինչ է լինում, երբ որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջանների մի մասից, երբ որ մնում է Լաչինի Միչանսկ եւ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղապահների կանգնելով եւ տեսել ենք որ դա որևէ կերպ ես հասկանում եմ որ հրապարակ օրաթերթը մի քիչ խնդիրներ ունի, բայց մի ընդհատեք ինձ։ Ես խնդիրներ բացարձակ չունեմ ու երբ որ ես պատասխանում եմ մի ընդհատեք ինձ, մի ընդհատեք ինձ, մի ընդհատեք ինձ։ 5 շրջան պետք է մի ընդհատեք ինձ, մի ընդհատեք ինձ։ Եվ հետեւաբար մենք տեսել ենք դա չշարունակեցի ուղղակի խնդիրներ ունի ինչի հետ, որովհետև փորձում են պահել բարեկրթության սահմանները։ Եվ մենք տեսել ենք, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուս խաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում չի խանգարել, որպեսզի Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին իր վերահսկողության տակ վերցնի Լեռնային Ղարաբաղը։ Հետեւաբար, երբ որ իրանք ասում են, այ այն ժամանակ այս ինչներ, մենք դրա իրագործումը գետնի վրա տեսել ենք։ Պարոն Բինյան, մեկ այլ հարցին անդրադառնանք։ Ներողություն էլի, հարց ունեք։ Այո, պատերազմ չեք կարծում, որ բանակցություններից հետո այդ ձեր ասած, որ տեսել ենք եւ պատերազմից հետո բոլորովին ուրիշ վիճակ էր լինելու։ Այսինքն մեզ արդեն մենք ստորացուցիչ պարտություն էինք գրել, դրանից հետո ինչ էիք ակնկալում։ Իսկ եթե բանակցություններով գայիք այդ 7 շրջաններին ուրիշ ձև չէր լինի, դուք ավելի լավ գիտեք հիմա դա պատերազմական ելքով իրավիճակ ուրիշ բան է, բանակցությունների ելքով իրավիճակը ուրիշ բան է, հիմա ինչ եք ասում, որ մենք տեսել ենք այդ վիճակը։ Որովհետև մենք տեսել ենք այդ վիճակը։ Ես ձեզ ասում եմ, եթե փաստարկն այն է։ Դա երկու մասի էլի բաժանենք փաստարկը։ Իրանք ասում են, այ մեր ժամանակ քննարկում էր այս հանճարեղ լուծումը եւ շարունակությունը։ Մեղադրանքներ մեզ։ Հիմա ես ասում եմ, հակափաստարկ համար 1, եթե ձեր ժամանակ քննարկում էր այդ հանճարեղ լուծումը, ինչի այդ հանճարեղ լուծումը չի իրագործվել։ Գուցե որովհետև այդ հանճարեղ լուծմանը Ադրբեջանը չի համաձայնվել երբեք։ Հակափաստարկ համար 2, նույնիսկ եթե այդ ձեր պատկերացրած հանճարեղ լուծմանը Ադրբեջանը համաձայնվեր, այդ լուծումը արդեն իսկ հայտնի է, ենթադրելու էր 7 շրջանների վերահսկողության հանձնում Ադրբեջանի կամ 7 շրջանով կամ 5+2 կամ Լաչինի Միչանսկ պահելով, այսքան կիլոմետրաժով կամ այսքան, բայց էությունը շատ չի փոխվում։ Եվ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղապահ զորամիավորման տեղակայում։ Հիմա ասում եմ, մի պայմաններում, երբ որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուսական խաղապահ զորակազմի տեղակայում տեղի ունեցել էր եւ Լաչինի Միչանսկի շուրջ, Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար իրենց պնդումը, որ տեսեք, այսպիսի հանճարեղ բան էր լինելու, նախ փաշ չի որ լինելու էր, երկրորդն էլ լինելու դեպքում մենք արդեն տեսել ենք դա ոնց է ավարտվում։ Ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները այնքան փչացած չէին, որքան օրինակ պատերազմից հետո, երբ որ հակառուսական նոտաներ էին։ Ինչ հակառուսական նոտա։ Ինչ հակառուսական նոտա։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ես կներեք, ես մազոխիստ չեմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դնեմ 7 ժամ նայեմ։ Չէ, դուք գոնե փող եք ստանում դրա համար, լրագրող եք, դա ձեր գործն է։ Ով է ասում, ես վստահ չեմ։ Առավոտ ժամը 6-ից գրոհեց Facebook-ում։ Դե հիմա անպայման չի նայել դրա համար, բայց չեմ նայել Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի ուշագրավ դրվագ կա, դուք Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր թիմակիցներն եք, հեղափոխության ժամանակ միշտ կողքին եք եղել, ասում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն են առաջարկել։ Ես նման բան չեմ։ Ով է Սվիտասկին է նրան ասել այդ մասին։ Ես չգիտեմ։ Ես ասել Սերժ Սարգսյանին։ Ես չգիտեմ ինչ են խոսել Սվիտալսկին Սերժ Սարգսյանի հետ, ես նման բան երբեք չեմ իմացել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է եւ Փաշինյանը Սվիտալսկին այդ մասին ասել է։ Ես նման տեղեկություն չունեմ։ Այսինքն նման բան չի քննարկվել, չի եղել։ Դե դուք Ես համենայն դեպս տեղյակ չեմ եւ ես վստահ եմ որ տեղյակ կլինեի, եթե այդպիսի բան եղած լիներ։
Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցներում այսպես կարմիր թելով գծված իրենք երկուսն էլ նույն բանն էին պնդում բանակցությունների հետ կապված, ձեզ մեղադրումը դուրս թողեցիք բանակցություններից, պատերազմը դուք հրահրեցիք։ Ինչ որ միտում կա այս հարցազրույցների իրար հաջորդականության մեջ, նաեւ դրան գումարենք Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դրսի լրատվամիջոցներին էլի ձեզ մեղադրում։ Դե շուրջան ասում եմ ես համաձայն չեմ Ադրբեջանի արտգործնախարարի Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումների հետ։ Ես համաձայն չեմ եւ ճիշտ եք նկատում, որ այդ պնդումները նույնն են։ Հիմա դուք դատեք, նորմալ է, որ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու բանակցային գործընթացը կանգնացնելու մեջ, ինչը հասկանալի է, որովհետեւ ինքը հակառակ կողմն է, պետքա հակառակ կողմին մեղադրի, բայց նորմալ է, որ նույն մեղադրանքը Հայաստանի հասցեին հնչեցնում են Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ասեմ ավելին, նշեցիք Սերժ Սարգսյանի նախկին աշխատակազմի ղեկավարի որդու հարցազրույցը, որ ես էլի չեմ նայել, բայց մի հատված տեսել եմ, որտեղ ասում է, որ 2023 թվականին Հայաստանի վարչապետը հայերին Լեռնային Ղարաբաղից տեղափոխեց Հայաստան։ Կարծես որևէ բան չէր եղել, ուղղակի Հայաստան Նիկոլ Փաշինյանը էթնիկ զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղ։ Այս են այս մարդիկ, իրանք ինձ թվում է մեկ-մեկ ես հասկանում եմ քաղաքական գործունեություն, ընդդիմադիր գործունեություն, բայց պետք է տարբերակես պայքարը երկրի իշխանության դեմ, ինչը նորմալ է, եթե դու ընդդիմադիր ես, պայքարից քո պետության դեմ։ Այսինքն ուզում եք ասեք 98-ի եւ 2008-ի համեմատությունը ռազմական բյուջեների մեկը 1-ի ու մեկը 5-ի չի եղել։ Գուցե այդպես է եղել, բայց դա չի հրահրվելու Ադրբեջանի պատերազմը։ Ո՞վ է հրահրել Ադրբեջանի այդ պատերազմը։ Դուք ասում եք որ հրահրել։ Իսկ դուք ինչ եք ասում։ Ես ասում եմ, Չէ, ինչ եք դուք ասում։ նպաստել են, որ Ադրբեջանը Ես էլ ասում եմ նպաստել են հետևյալ քայլերը, որպեսզի սկսվի պատերազմ։ Նպաստել են հետևյալ քայլերը 98-ից 2008 թվին եւ դրանից հետո։ Նպաստել են հետևյալ քայլերը։ Ադրբեջանում աճել է ռազմական բյուջեն, մեր երկրում աճել է երկրի ղեկավարների ընտանեկան բյուջեները։ Այդ դա է նպաստել պատերազմի սկզբին։ Բայց անկախ ամենից ասածով հիմա թվականակով մեզնից մի քանի անգամ մեծ պետությունները մեզ պիտի խժռեն։ Ինչի մենակ ռազմական բյուջեով, բա բանակցությունները դուք գոնե բանակցող մարդ եք։ Դե ես էլ շատ լավ այդ բանակցությունները, ասում եմ, իրանք եթե այդքան հանճարեղ բանակցողներ էին, այդքան հանճարեղ ծրագրեր կային, ինչի չեն իրագործվել այդ ծրագրերը։ Կամ որ ասում են Նիկոլ Փաշինյանը եկավ եւ բանակցությունները փակուղի մտցրեց։ Սիրելիներս, Սերժ Սարգսյանը 2000 մի ընդհատեք ինձ, սիրելի իմ բարեկամ, մի ընդհատեք ինձ։ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին այս դահլիճում, երբ որ ընտրվում էր Հայաստանի վարչապետ, հարց են տվել իրան բանակցությունների մասին, ասել է բանակցությունները կանգնած են, փակուղիում են։ Կանգնած են կարծեմ։ Հետո էլ ասում է, այլևս թեկուզ փակում ավելի լավ։ Հետո էլ ասում է, այլևս երկար ժամանակ մենք պետք է բան Բառացի չեմ հիշում, բայց ձեր գործն է, էլի գտնեք էցի։ Դա ասում եմ, մի խոսքով պետք է հույս չունենանք, որ չի լինելու բախում, այդպես մի բան։ Բայց ինչպես արդարացնում են իր երրորդ շարքից վերընտրվելը, պարոն։ Դե գուցե դե հիմա գուցե տարբեր մարդիկ տարբեր ձև արդարացնում են իրանց իշխանության օրոք գործած սխալները, մեղքերը եւ այլն։